Հրադադարից 2 ամիս անց Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Ավելի քան 310 զոհ կա, հայտնել է Ալ-Աղսա հեռուստաալիքը, որի տեղեկությամբ զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են։ Իսրայելական հարվածների թիրախում են եղել տներ, դպրոցներ, տեղահանված անձանց համար նախատեսված վրաններ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, որ հրամայել է վերսկսել օդային հարվածները, քանի որ հրադադարի երկարաձգման բանակցություններում առաջընթաց չկա։ Ըստ Թել Ավիվի, մարտերը չեն դադարի, քանի դեռ իսրայելցի բոլոր գերիները չեն վերադարձել։ Համաս խմբավորումն էլ հայտարարել է, որ Իսրայելը ռազմական գործողությունները վերսկսելով իսրայելցի գերիների մահվան դատավճիռն է ստորագրել։ Սպիտակ տան մամուլի խոսնակն ասել է, որ իսրայելական կողմը ամերիկյան վարչակազմին նախապես ծանուցել է օդային հարվածների մտադրության մասին։ Մարտի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր ոչնչացնել Համասին, եթե խմբավորումն անհապաղ չվերադարձներ իսրայելցի պատանդներին և չհանձներ զոհվածների մարմինները։ Սա վերջին նախազգուշացումն է, ասել էր ԱՄՆ նախագահը։ Համաձայնեցված հրադադարի ժամկետն ավարտվել է 2 շաբաթ առաջ։ Հրեական պետության իշխանությունը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը ժամանակավոր հրադադարը երկարաձգելու նոր ծրագիր է առաջարկել, որին Իսրայելը համաձայն է եղել, Համասը ոչ։ Լիլիթ Գասպարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։